Եկեք պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի հաջորդ ընտրություններում։ Ես Ազատ Բաբայանն եմ, լրագրող եւ պատմաբան։ Ողջույն։ Պատկերացրեցիք, սարսափելի պատկեր է, չէ՞։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի հաջորդ ընտրություններում, նա կհայտարարի, որ ստացել է Հայաստանի քաղաքացիների մանդատը եւ գնում է դեպի խաղաղություն։ Նա գնալու է այդ խաղաղության ճանապարհով արդեն առանց որևէ խոչընդոտի։ Այսինքն չեն լինի ոչ խոչընդոտներ, ոչ էլ զսպող մեխանիզմներ։ Նա կկատարի Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները առանց մտածելու, թե ինչպես դա կընդունեն Հայաստանի քաղաքացիները։ Ունի մանդատ եւ ուրեմն հանգիստ կարող է գնալ բոլոր այդ զիջումներին։ Օրինակ, Զանգեզուրի հարցում նա կհայտարարի, որ պետք է ընդունել Զանգեզուրի միջանցքի գաղափարը պատերազմից խուսափելու համար եւ ստիպված չի լինի հնարել ինչ-որ ձևակերպումներ հայաստանցիներին ցույց տալու, որ չէ, մենք պարզապես ճանապարհ ենք տալիս, միջանցքի մասին խոսք չկա։ Միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա, ինչպես այսօր են հայտարարում Հայաստանի իշխանությունները։ Եվ ուրեմն կստորագրի մի փաստաթուղթ, որպես նաև դե յուրե գրված կլինի, որ Հայաստանը իր տարածքի մի հատվածը հատկացրել է Ադրբեջանին որպես միջանցք Նախիջևանը Ադրբեջանի հիմնական հատվածի հետ կապելու համար։ Եվ այնտեղ կտեղակայվեն նաև ադրբեջանցի սահմանապահներ։ Մի զարմացեք, բա ինչ եք ուզում, Բաքուն կասի, ես ինչպես կարող եմ ապահովել իմ քաղաքացիների, մեր բեռների անվտանգությունը միայն այնտեղ տեղադրելով մեր սահմանապահներին, կամ էլ կլինեն նաև թուրք սահմանապահներ։ Ինչ կլինի մեր գերիների հետ, որ այսօր Բաքվում են։ Նրանք որևէ հույս այլևս չեն ունենա Բաքվի բանտից դուրս գալու։ Այսինքն նույնիսկ չեն կարող արդեն այս մասին երազել եւ պատկերացրեք նրանց վիճակը։ Ավելին, Ադրբեջանը արդեն դե յուրե պաշտոնապես կներկայացնի մի երկար ցուցակ, որտեղ նշված կլինեն բոլոր այն մարդիկ, ում Ադրբեջանը համարում է հանցագործներ, առաջին Ղարաբաղյան պատերազմի հանցագործներ։ Այդ ցուցակում կլինեն հավանաբար եւ երկրորդ եւ երրորդ նախագահները։ Եվ ինչ կանի Փաշինյանը։ Կհայտարարի, որ տեսեք, այս մարդկանց մենք պետք է հանձնենք Բաքվին պատերազմից խուսափելու համար։ Եվ կհանձնի։ Եվ մի կարծեք, թե սա անհավանական ինչ-որ մի սցենար է։ Ինչ կանի Փաշինյանը, եթե հաղթի ընտրություններում, նա նաև կբավարարի Ադրբեջանի այն պահանջը, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, եւ 100,000-ավոր ադրբեջանցիներ կվերադառնան Հայաստան, կունենան նույն իրավունքներն, ինչ ունեն Հայաստանի քաղաքացիները, եւ ցանկացած վեճի դեպքում, իսկ նման վեճեր անպայման կծագեն, եթե հայերն ու ադրբեջանցիները միասին մի տարածքում բնակվեն, կլինեն անպայման եւ կոնֆլիկտներ եւ վեճեր, տարբեր տարաձայնություններ եւ Բաքուն ամեն անգամ կասի, որ ես պաշտպանում եմ ադրբեջանցիներին եւ ինձ իրավունք եմ վերապահում միջամտելու։ Ինչ հետևանքներ կունենա այդ ամենը դժվար չէ պատկերացնել։ Սա ընդամենը մի մասն է հնարավոր սցենարի, թե ինչ կլինի մեզ հետ, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում։ Ես չշարունակեմ։ Բաժանորդագրվեք X-Lab-ի YouTube-յան եւ Telegram ալիքներին։ Կհանդիպենք։